ամբողջ այս ծրագիրը պետք է եղել ոչ թե Հարաբաղը նվեր տալ ադրբեջանցիներին ու այդ հարցը փակում է ու սա всё հանգստանում են դրանով սուսպուս նստում են ամբողջ այս ծրագիրը պետք է եղել որ Հայաստանը թույլատնեն ամբողջ համակարգը ամբողջ ժողովրդի հոգին ջարդեն բանակի թույլատնեն սկսեն կրճատումներ անել միշտ գաղափարները գցեն մեր ժողովրդի գլխի մեջ որ մենք թույլ ենք պիտի համաձայնվենք եթե թե սենց ալնելու եթե ես չմնեմ պատերազմ ալնելու հասկանում եք չէ այդ նույն գիծն է այդ գիբրիդային պատերազմը սեփական ժողովրդի դեմ չնայած որ Նիկոլ Փաշինյանը այդ բան Ռուբեն Ռուբինյանը Ալեն Սիմոնյանը միշտ խոսում են գիբրիդային պատերազմի մասին հա ես չեմ ասում գիբրիդային պատերազմը չի գնում բայց ձեր մի բան պետք է նշեմ ոչ թե հայ ժողովրդի դեմ եթե գիբրիդային պատերազմը թեկուս էլ կա ոչ թե մեր ժողովրդի դեմ իրանց դեմ բայց դրան գիբրիդային պատերազմ են տանում սեփական ժողովրդի դեմ ես հենց եմ համարվում այսինքն ինչ է նշանակում եկեղեցու կոնֆլիկտ ստեղծված չնայած ինտիմության ձերկով են ստեղծել նույն Ռոբերտ Քոչարյաններ այդ սաղդաշնակներ իրանց ձերկերով են ստեղծել այդ եկեղեցու պատմությունը հետո այդ վիդեոները նկարվել մտնում են ընտանիք սկսում են կեղտոտ բաներ օգտագործել կեղտոտ բառեր օգտագործել չհամանչելու որ երեխեք են լսում երեխեք են կարդում չէ նույնը ձեր երեխեք են կարդում այս սերական օրգանների մասին մարդ էլ չի ասում իմ երեխան էլ է կարդում խոսքի օրինակ չէ նայեք ամեն անգամ երեք ասել են որ կաթոլիկոսը գործակալ է ավակ լեյտենանտին ինչ որ զեկուցում է նախ եւ առաջ հետի շատ սանտեր մեղադրում Նիկոլ Փաշինյանն է ասում է ինձ պետք չէ ինձ պետք է ավելի ամուր կաթոլիկոս որը գործակալ չլինի եւ ոչ թե նայեք այդ Հայաստանում սաղ գժվել են բերանից ինչ դուրս է գալի ասում են հիմա նայեք սենց ասեմ եթե վարչապետ ասում է որ Գարեգին երկրորդը գործակալ է то գործակալներում պոտանոներ կա չէ պսիվդանիմներ կա խոսքնա թող ասեն իրան պոտանոնը ոնց է կոչում երկրորդ գործակալներին որ խոսքնակ ես էլ որ աշխատել եմ մարդիկ եղել են որ ին գործակալներ են եղել դրսում էլ ասում են մենք իրան անուն ենք դնում խոսքի օրինակ դու սենց ասում X խոսքի օրինակ ու հատուկ գործ է բացում գործակալների գործակոչում սենց ագիտուրնի գործակոչում կոպեն ցույց տվեք որտեղ նշած է որտեղ գործակալ գախնիկ ձևով այդ գործը կոպիաներ եք հանել ցույց տվեք այդ առաջինը երկրորդը ասում եք ավակ լեյտենանտի ներզակցում խնդրում եմ այդ զայնագրությունները բերեք հրապարակեք կինո ֆոտո նկարները ցույց տվեք որտեղ Գարեգին երկրորդը նստած է ինչ որ մեկը այդ պայմանավորվում է որ Հայաստանին պիտի ոչնչացնեն եթե այս կանը չեք կարող ապացուցեք ժողովուրդ ջան խնդրում եմ այդ թեմայով մի խոսացեք որովհետև դուք մասնագետ չեք ու բան չեք հասկանում ինչ եք ասում եւ մանիպուլյացիա են անում նախ եւ առաջ դուք պիտի հասկանաք կաթոլիկոսը շատ մեծ կարգավիճակ ունի չէ մեծ ստատուսն է դա Դուք ոնց եք պատկերացնում մի հատ ավակ լեյտենանտ խոսքի օրինակ իրան կուրատորն է դուք հասկանում եք ինչ եք ասում այն մինիմում գեներալ բիդել մինիմում դա մինիմում երկրորդը եթե վարչապետ ասում է ինքի ավակ լեյտենանտին զեկուցում է ինքի պիտի պատասխան տա ոչ թե ես Գարեգին երկրորդին եմ պաշտպանում ես ասում եմ չի կարելի Հայաստանում այդ մշակույթ բերել ով ինչ ուզում ասում է ապացուցեք թող ացեն վաղ հայտարարություն անի որ ասե հա ավակ լեյտենանտը Իվանով Իվան Իվանովիչ ավակ լեյտենանտ այս դիպարտամենտի ծառայող այս բաժնի պետ բաժանմունքի պետ ՖՍԲ-ին արտաքին հետախուզության կամ ռազմական ռազմետկային ծառայողը ինքը իրան անուն ազգանուն որտեղ ապրում ինչ անում ինքը բանին կուրատորն է եթե մեր աղացեն վարչապետը չի կարող ապացուցի դա հավայի զրույցներ է ու բացի դրանից որ ինքը նորից ստեղծում է շատ ցանդիր իրավիճակը Հայաստանում
ուրիշ բան չի բերում, երկրորդը Գարեգին, երկրորդը կարա դատի տա իրան։ Ու վարչապետը պարտվելու բանդեղ։ Չի կարելի, այդ նույն բանը, որ Գարեգին երկրորդը կարա դուրս գա, իշխանավորներին ասի, որ դուք իմ տվյալներով դուք Ալ-Կայդայի անդամն եք, կամ Թուրքիայի խոսք ունեք, հատուկ ծառայությունների բանն եք, գործակալն եք։ Էլ մի դա ասենք, չէ, հարգելի Գարեգին երկրորդ, որ բերան ես բացել, ասում ես դրան գործակալ են, արի ապացուցի։ Եթե չես ապացուցում, գնա պատասխան տուր։ Հայաստանում եք դրանք Հայաստանում ինչ իրավիճակ են ստեղծվում, իրար ուտել, կեղտոտել, կար շպրտել։ Նպատակը որն է, պարոն Ես ասում եմ, այդ դրսի հանձնարարությունը 19 թվի ինքը պիտի պատասխան տա ինչու, ինքը ինչ պատասխան է տվել, ինքը պիտի ասի չէ, հրապարակի բաներ ա եղել, առաջարկություններ ա եղել, պիտի ասի, որ ես սենց պատասխան եմ տվել։ Մենք էլ կարանք ստուգենք, սենց պատասխան ա եղել, դա չէ։ Այդ առաջինը։ Երկրորդը 18 թիվ Սերժ Սարգսյան պատրաստ ա եղել ստորագրել, հրապարակեց ու խոսքա տվել, ես ստորագրում եմ։ Այդ դրանից հետո Սերժ Սարգսյանը ինչ պիտի անի։ Բայց ասում եք հարցրեք նաև երկրորդ կողմին, պատրաստ են դրան ստորագրելու թե մի վարքյան։ Դեղ առաջարկություն նայեք։ Մենք ասում ենք ինչ որ առաջարկում են, Հայաստանից պիտի հարցնեն։ Դուք համաձայն եք, համաձայն չեք, չէ՞։ Հարաքվեի մասին է խոսքը։ Հա։ Հարաքվեի մասին։ Չէ, մի բան Կազանյանի մասին։ բանը ինչ կապ ունի հանրակրվեի։ Ճիշտ ենք, էլի հասկանալի։ Չէ։ Որ առաջարկություն է եղել երրորդ նախագահ, ինչ ասեց։ Պատրաստ եմ հենց հիմա ստորագրեմ։ Սերժ Սարգսյան, հիշում ենք։ Ով որ հրաժարվել, Հայաստանը, որ Նիկոլ Փաշինյանը որ խոսում է, ինքը պիտի հասկանա ինչու մասին է խոսում։ Ինքը ոչ մի բան չի կարտացել ու չի հասկանում, միջև այսօր չի հասկանում, այդ ինչ փաստաթղթեր եղել ու ոնց է եղել։ Ինքը այդ պատմությունը հետ ծանոթ չի։ Սերժ Սարգսյանը ասեց, ես համաձայն եմ։ Ալի սկզբից համաձայն եղել, վերջում մոմենտում ասեց չէ, ու ես ասում եմ դրսից ստիպել եմ, որ չհամաձայնվի։ Հայաստանը միշտ ասել է պատրաստ եմ։ Երբեք բան չի եղել, որ Հայաստանը ասի չէ, որովհետև 10-ից 9 միրօկտին է եղել։ Միշտ այդ փաստաթղթի մեջ նշած է եղել կարգավիճակի մասին։ Երբեք չեն ասել, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Միշտ ասել են, այս կարգավիճակը հետաձգվում է։ Հետո մենք պիտի շատ լավ հասկանանք։ Նորից ասում եմ, 10-ից 9 մերօկտին է եղել։ Հիմա եթե մենք համաձայն ենք, Ադրբեջանը համաձայն չի։ Ու ամենակարևորն է, մենք սաղ ասում ենք, մենք պատրաստ ենք, Ադրբեջանը պատրաստ չի, Ադրբեջանը պատրաստ է, մենք պատրաստ։ Հաց դրան մեջ չի։ Նորից ասում եմ, ոչ մեկը թույլ չի տալու այն ժամանակ։ Չի տալու, որ ստորագրեն, պետք չի եղել ստորագրեք։ Ստորագրում ես, գործիքը կորցնում ես։ Ոչ թե մենք կորցնում ենք, օտար երկրներ են, գործիքը կորցնում են։ Այդ առաջի երկրորդը նախատեսված է եղել Ուկրաինայում պատերազմը։ Դրա համար իրանց պետք է եղել Հայաստանը թույլաtsնել, որ այս ճանապարհը բացվի։ Նայեք, եթե մենք վերցնենք մեր հայտարարությունը, այս բանը, որ ստորագրել ենք, Հայաստանը որ ստորագրեց այդ 9 կետով։ Նոյեմբերի 9-ի մասին։ Նոյեմբերի 20-ին, նայեք։ Պատերազմը կաղնացնում են Ղարաբաղում, դեցա, Արցախում։ Բայց մնացած կետերը, որ կապված նայեք, դեղ նշած է եղել, պատերազմը ավարտվում է ժամը 00:00։ Այդ ուժեր, որտեղ դիրքերում կաղնացան, դեղ էլ մնում են։ Հետո ինչ է ստացվում։ Նշած է, ճիշտ ասած, Աղդամի մասին էլ նշած է եղել, բանի մեջ, Կարավաճարի մասին էլ նշած է եղել։ Կուբատլի Զանգելան, ուրիշ բաների նշած չի եղել, որ հազնում ենք, չէ։ Եթե մենք ստորագրում ենք պատերազմը ավարտելուց հետո ուժերը մնում են իրանց դիրքերում, ինչու մենք Կուբատլուի Զանգելանից զորքը հետ ենք քաշվել։ Ինչու։ Երկրորդը, դեռ
կապված Ղարաբաղի հետ։ Եթե Ղարաբաղի հետ է կապված, որ պատերազմը ավարտվում է, ինչ կապ ունի Մեղրի, ինչ կապ ունի, որ Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահ զորքերը մտնում են մեր տարածք։ Ղարաբաղի մասին ստորագրեք։ Ինչ որ կապված, գերեների հետ կապված, այդ Լաչինի Միջանսկի հետ կապված, լավ, պայմանավորել կառավարչար, պայմանավորել կգամ, հա, լավ։ Էդի սա Ղարաբաղի հետ բանաման։ Բայց մեր տարածքները ինչ կապ ունեն։ Դեմիլիտացիա, դեմարկացիան, չգիտեմ, Ռուսաստանը գալիս մտնում է, էս անում, Հայաստանն է մտնում, իրանց սահմանապահ զորքերը, ինչ կապ ունի։ Նայեք, հիմա ես ինչ որ ասում եմ, ես չեմ ապացուցում։ Այս կետեր են ապացուցում, որ այս պատերազմը պետք է եղել, որ Հայաստանը թույլատնեն ստիպեն մեր քաղաքական գործիչների ձեռքերով։ Ու բիդե հաստանք։ Այդ որ սկզբից մենք հիշում ենք, որ նոր իշխանություն են եկել, Նիկոլ Փաշինյանը ասում է, Սերժ իր անկետից է սկսել, ես իմ զորոյական կետից եմ սկսել, չհասկացա։ Դուք զորոյական կետ չունես, դու ով ես։ Կա բաներ, դու պիտի շարունակես։ Բայց մեկը ես ասում եմ, այդ որ ասում ենք Լավրովի պլանը, այս պլանը, այն պլանը, ես նորից ասում եմ։ Նիկոլ Փաշինյանը էլ գնա է, ասես ստորագրում եմ, վաղը պատրաստեմ, պատճառը կճարեն Ալիևի կասի չէ, որովհետև Ալիևը արդեն 13-4 թվից իրանց հետախուզներ շատ լավ ուսումնասիրել են Հայաստանի իրավիճակը մինչև 20 թիվ, ինչ կոռուպցիա, ինչ աղքատպետությունն է, ինչ ունենք, ինչ ենք արտադրում, ինչ ենք առնում, ինչ ունենք, ինչ չունենք։ Ռուսաստանը սկսել է այդ բալանսը, ռազմական բալանսը ջարդել։ Հիմա ես խոսքինակ Ալիևի նստած իմ կաբինետում ամեն օր զեկուցներ եմ ստանում, ժողովուրդը շարունակում է հայրենիքից դուրս գալ, գնում է օտար երկրներում ապրում է։ Արտագաղթական։ Հա, դուրս են գալու։ Զենք զինամթերք չեն արտադրում։ Պայիսներում, այսինքն եթե մենք պայմանավորենք Վրաստանի հետ, սահմանը փակենք, Հայաստան հնարավորություն չունի ոչ մի բան չարտադրում։ Ոչ մի բան չի կարող բերի։ Սկսել են աշխատել այդ ուղղությամբ վրա։ Այսինքն, նայեք, սա պլանավորված, եթե դրանք արդեն նայում են, որ Ռուսաստանը այդ բալանսը ջարդում է, 60% զենք զինամթերք ինչ որ արել է Ադրբեջանը, Ռուսաստանից 60%, մնացած 42 պետություն, 42, պատկերացնում եք, 42 պետությունից դրանք զենք զինամթերք են արել։ Հիմա Ալիևը նստած կաբինետում նայում է, բան, ուժով, ես ավելի ուժեղ եմ հիմա, ես աչում եմ դրանք չէ, ես գործարաններ եմ ստեղծում, դրանք չէ, ես դաշնակից ունեմ, դրանք չունեն, իմ կողքի պետություններ են կաղնած, իրենց ոչ մեկը կաղնած չի, դրանք լրիվ թալանչի են թալանում իրենց հեպական ժողովրդին, այնա աղքատ են, համարյա քիսատ պրատ սոված են, պայիսներ դատարկին, էս չունեն, այն չունեն, սաղ դրսից կապված են։